Պարոն Կարագյոզյան, քիչ առաջ մամուլի պատասխանատուի Կիմայի հետ փորձեցինք զրուցել, նա մեզ ասաց, որ հանդիպման ժամանակ հարցերը քննարկվել են եւ ավելացնելու ոչինչ չունի։ Մանրամասնեք մի փոքր ինչ եք ներսում քննարկել ու ինչ էին առաջարկում դες, ինչ տարբերակներ էին առաջարկում, հատկապես երբ որ ասացիք, որ գնալու եք այս սայրահեղ քայլին, նստացույց եք իրականացնելու։ Իրենք առարկություն չունեն, իրանք ունեն համաձայնություն գումարները վերադարձնելու մասով, բայց դեռևս չունեն ժամկետներ, որովհետև ժամկետները իրենք պայմանավորում են, որ միայն իրենցից չի կախված, գոյություն ունի ազգային ժողով, գոյություն ունի կառավարություն, թող հարցերը տանեն ազգային ժողով, թող հարցերը տանեն կառավարություն, բայց լուծումները այստեղ են գտնվելու։ Թող իրանք ժամկետներ նշեն, ինչ ժամկետներում կտանեն կառավարություն, ինչ ժամկետներում կտանեն ազգային ժողով։ Որ առանց տվյալ հանցագործության արարքը կատարողի բացահայտման պետական միջոցներից պետք է փոխհատուցվի այս գումարները, ճիշտ եմ հասկանում։ Ոչ, պետական միջոցներից չէ, ասեմ այդ գումարները որտեղ են եւ որտեղից պետքա գումարները փոխանցվի քաղաքացիներին։ Իրենք հայտարարել են, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գտել են 4 հանցավոր խմբեր, ովքեր կիբերհանցագործություն են իրականացրել եվրոպական երկրներում, գողացել են եվրոպական երկրների քաղաքացիների գումարները։ Նույն հաջողությամբ եվրոպական երկրներից մեր քաղաքացիներին են ենթարկել վնասների տույժերի, չէ։ Հիմա իրենք էլ ասում են, որ իրենք ասում են ես հավատում եմ, ես բան չունեմ էլի, այսպես։ Իրենք էլ ասում են, որ սա միջազգային ինչ-որ կազմակերպություն է, որ ունի տարբեր երկրներում մասնաճյուղեր, այդ թվում Հայաստանում։ Հիմա Հայաստանի մասնաճյուղերին եթե դուք գտել եք, եթե դուք վերցել եք այդ գումարները, իսկ այդ գումարների չափով բանով իրենք հայտարարել են այդ ամեն ինչի մասին, կա իրանց պաշտոնական կայքերում, այդ գումարները իրանք հիմա ինչ են անում, չեն կարողանում գտնել Եվրոպայի քաղաքացիներին, ովքեր որ թալանի են ենթարկվել, չեն կարողանում գտնել այդ գումարները մնում է քննչական կոմիտեում, պահում են քննչական կոմիտեում այնքան ժամանակ, ինչեր չեն իմանում ինչ անեն, տալիս են պետությանը իբրև պետական վնասի փոխհատուցում։ Պետությունը ինչքան վնաս է կրել, այս հարցին որևէ մեկը պատասխան չունի։ Գիտեք ինչի, որովհետև պետությունը վնաս չի կրել, վնաս է կրել քաղաքացին։ Մեր քաղաքացին է վնաս կրել։ Այդ գումարները, որ բռնագանձել եք, բերեք տվեք քաղաքացիներին։ Ճիշտ հասկացա, ասիկն քննչականը համաձայնեցրել է կառավարության հետ, որ այս մարդկանց փողը պետք է հետ տան։ Ոչ թե համաձայնեցրել է կառավարության հետ, ես չգիտեմ իրանք ինչ են արել, բայց մենք ունենք հստակ խոստում, որ քաղաքացիների գումարները պետքա վերադարձվեն։ Այո, մենք ունենք խոստում, որ քաղաքացիների գումարները պետքա վերադարձնեն, բայց եթե ինչա գրված ժամանակ չկա, լուծում չկա։ Այդպես կարելի է միշտ խոստանալ։ Այդպես կարելի է խոստանալ, ես գնամ տուն, այդպես քննչականի խոստումներին։ Գիտեք, խոստումներին հավատում եմ, չեմ հավատում, թող պաշտոնապես հայտարարություն հնչի, որ այսինչ թվականի, այսինչ օրը լինելու է։ Թող այդ լուծումները իրանք ասում են, չէ, կլինի, երբ մինչև կյանքի վերջը պետք է սպասեն քաղաքացիները, այդպես անորոշ։ Պարոն Կարագյոզյան, հիմա եթե այսօր երկուշաբթի օրը, երեքշաբթի օրը այս լուծումը չտրվի, ինչքան եք շարունակելու այս նստացույցը, ամեն դեպքում եղանակային պայմանները բարենպաստ չեն։ Մեր քաղաքացիները մաքարող են, մենք պայքարող ենք։ Սա պատերազմ է, քաղաքացիները ենթարկվել են հարձակումների օտարերկրյա հանցավոր կազմակերպությունների կողմից։ Պետությունը ունի պարտավորություն եւ պետք է կրի պատասխանատվություն։ Նորից հանցագործությունների մասին հաղորդումներ հավաքվեցին իմ ձեռքին։ Նորից հանցագործությունների մասին հաղորդումներ այսպես հավաքվեցին իմ ձեռքին 1, 2 դուք հաշվել եք Վերգինե ջան, քանիսն են 7 ուրեմն 18 մուտք է արել 7 նորից է մուտք անում, այսինքն 25 հանցագործության մասին հաղորդում, որը բերել են քաղաքացիները երրորդյա ժամկետում, եթե այսօր էլ հաշվենք, լինում են 100-ներ, չէ, արդեն 200-ներ, որովհետև 40 քանիսը դատախազության մոտ ընդհանուր 200-ից արդեն ավել ունենք
եւ եթե այսպես շարունակվի հանցագործության մասին հաղորդումները կշարունակվի, սակայն հետաքրքրական մի բան ասեմ։ Լավ, մենք էինք, հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպություններ չկար։ Այս քաղաքացիները պետությանը չէին դիմելու, չէին բողոքելու եւ գիտեք ինչի, որովհետեւ գնում էին պետական մարմիններ եւ ենթարկվում էին հալածանքների, ծաղրուծանակի։ Իսկ այս խնդրի լուծումը ո՞րն է, իշխանափոխությունը։ Ես խնդրի լուծումները արդեն ասել եմ, մեր համար ընդհանրապես տարբերություն չկա, որ իշխանությունն նախկիններ, ներկաներ, ապագաներ եւ չգիտեմ, այս կուսակցություն են, կուսակցություն, մենք չենք էլ մենք դիմում ենք պետություն գաղափարին։ Ըստ էության մեր համար տարբերություն չկա։ Բոլոր դեպքերում մենք դուրս էինք գալու փողոց եւ ասեինք նույն բանը։ Դեպքում պետության գաղափարի հիմքում գլխում կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, հիմա եթե մենք քաղաքացին երբ խոսում է խնդիրների մասին, քաղաքացուն դիտարկում են որպես խնդիր։ Բոլոր իշխանությունների ժամանակ իհարկե, սա կոպտագույն մարդու իրավունքների խնդրում եմ, եթե բան եք ասելու, համեցեք ասեք։ Եթե չունեք ասելու, թողեք ես ասեմ, լավ։ Ոչինչ, ես էլ պատասխանում եմ, իրանք լրագրող են, իրավունք ունեն ցանկացած հարց տալու, ես չեմ նեղվում, դուք հարցրեք։ Իրավունքների խախտում չէ։ Եթե քաղաքացին բարձրաձայնում է խնդիրների մասին եւ քաղաքացուն են դիտարկում որպես խնդիր, քաղաքացուն ինչ է մնում անելու։ Մոռանում է խնդիրը, սկսում է պայքարել համակարգերի դեմ։ Այսինքն ստեղծվում է մի իրավիճակ պետական առանձին համակարգերի կողմից հետևողականորեն քաղաքացու մոտ անվստահություն են առաջացնում պետության նկատմամբ։